Իսրայելը եւ Իրանը գիշերվանից շարունակում են փոխադարձ հարվածները։ Ցահալը հայտնել է Թեհրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրամասի եւ Իրանի հրթիռային որոշ գործարանների հարվածելու մասին։ Կիրառվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 ինքնաթիռ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալով թիրախում է հայտնվել նաև Թեհրանի արևելքում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանը, որը ըստ իսրայելական լրատվամիջոցների կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Իսրայելի բնատվյալով հունիսի 13-ից ի վեր Իրանի տարածքում թիրախավորվել է 1100 օբյեկտ։ Թեհրանի պաշտոնական տվյալով Իրանում զոհվել է 48 կին եւ երեխա, 153-ը վիրավորվել է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալով վնասվել են Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա ցենտրիֆուգները։ Կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ օբյեկտի ներսում աննշան ռադիոակտիվ աղտոտում է նկատվել։ Նա նաև հայտարարել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ապացույցներ չի տեսել, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ծրագիր է վարում։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնի է, որ գիշերային հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի վերջին տվյալով Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել ավելի քան 800-ը։ Շուրջ 4000 քաղաքացի տարհանվել է։ Այժմ ակտիվորեն քննարկվում է հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավվելու հնարավորությունը։ Վաշինգտոնում պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Միևնույն ժամանակ պետքարտուղարությունից վստահեցրել են, ակնկալում են, որ Իրանի հետ կարգավորումը հնարավոր է։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, Թեհրանը նոր պատասխան հարվածներ հասցնելու ծրագիր ունի։ Մեկնաբանելով կապիտուլյացիայի մասին Իրանին ուղղված Դոնալդ Թրամփի կոչը, Ալի Խամենեին շեշտել է. իրանցիները կդիմադրեն թե պարտադրված պատերազմին, թե պարտադրված խաղաղությանը։ Վաշինգտոնը պետք է հասկանա, մենք չենք հանձնվելու, իսկ հակամարտությանն ամերիկյան ցանկացած միջամտություն անշրջելի վնաս կպատճառի նրանց, հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։ Երեկվա ռուսական հարվածներից հետո Կիևում որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում, այնտեղ զոհերի թիվը հասել է 28-ի, 130-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս գիշեր էլ թիրախավորվել է Զապորոժիան, բնակելի կառույցներ եւ քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ անցած գիշեր Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայի դեմ ամենազանգվածային համակցված հարձակումներից մեկը։ Կիրառվել է 440 անօդաչու թռչող սարք, տարբեր տեսակի 32 հրթիռ, այդ թվում բալիստիկ եւ կասետային մարտագլխիկներով։ Ուկրաինայի նախագահի խոսքով միայն Կիևում վնասվել է մոտ 150 բնակելի շենք։ Զելենսկին կոչ է արել գործընկերներին հոբ համակարգեր տրամադրել Կիևին։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների կողմից Մոսկվայի վրա ճնշում գործադրելու կարևորությունը։ Վաշինգտոնը դատապարտել է Կիևին ռուսական հարվածները։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվածների թվում կա ԱՄՆ քաղաքացի։ Կանադայի վարչապետը ներկայացրել է G7-ի գագաթնաժողովի արդյունքները։ Նրա խոսքով հանդիպման օրակարգում են եղել հանքանյութերի, արհեստական բանականության, քվանտային նորարարությունների, բնապահպանության, արտաքին միջամտության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված հարցեր։ G7-ն ընդգծել է Մերձավոր Արևելքում կայունության եւ խաղաղության կարեւորությունը, շեշտել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ 7-ի խմբի առաջնորդները եւ ԵՄ ներկայացուցիչները նաեւ պայմանավորվել են շարունակել Ուկրաինային աջակցությունը, այդ թվում ֆինանսական։ Հակառուսական պատժամիջոցները ուժեղացվեն։ Ուկրաինայի վերաբերյալ առանձին հայտարարությունը սակայն չի ընդունվել։ Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ պատճառը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է։ Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությունը ցանկացել է մեղմել համատեղ հայտարարության տեքստում Ռուսաստանին ուղղված կոշտ մեղադրանքները։ Ուստի Կանադան, որպես G7-ի գագաթնաժողովն ընդունող երկիր, որոշել է առհասարակ չեղարկել Ուկրաինայի մասին հայտարարության ստորագրումը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը առաջիկա տարիներին վերջնականապես կարգելի ռուսական գազի ներմուծումը Եվրոպա։ Մենք արդեն կտրուկ նվազեցրել ենք կախվածությունը ռուսական գազից, հիմա մեկընդմիշտ կփակենք ծորակը, նշել է Պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել է 2026 թվականի հունվարի 1-ից աստիճանաբար արգելել Եվրամիության երկրներին գազ գնել Ռուսաստանից, սակայն Բուդապեշտը եւ Բրատիսլավան վետո են կիրառել ռուսական էներգակիրներից հրաժարվելու Եվրահանձնաժողովի ծրագրի հանդեպ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել է, եթե ի վերջո նման որոշում կայացվի, Բուդապեշտը կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։